Արեք, արեկակ, իսկ դու գիտես, Ալեքսանդրապոլի ժամանակ Ալեքսանդրապոլցիները, հետո արդեն լեննագանցիներն էլ են այդ ձևի ապրել են ոչ թե առանձին տների մեջ, այլ ընդանուր բակերի մեջ, ընդանուր բակի շուրջ կազմակերպված սեփական տների մեջ, այսինքն եղել են 1 կամ 1.5 այս պես, 1 կամ 1.5 հարկանի, վերևը նաև հնարավոր է այս ձևի պատշգամբով, բաց պատշգամբով տների մեջ, ու հիմնականում քանի որ մեծ ընտանիքներով են ապրել են իրար հետ միասին նույն բակի մեջ, այսինքն եղել է փակ-բակ, այդ փակ-բակի շուրջը կազմակերպված են եղել տները, փոքր տներ են եղել ու օրինակ ցեղերով կամ ընտանիքներով են քանի օր ապրել, իրանց ընտանիքի անդամների մեջ բաշխել են այդ տները, այսինքն եղբայրները ապրել են նույն ընտանիքի մեջ, նույն բակի շուրջ, նույն տան մեջ, տարբեր մուտքերով կամ նույն մուտքերով, բայց նույն բակի մեջ է եղել կազմակերպված իրանց տները, կեցությունը, հիմնականում այդ կոչվել է համակեցության սկզբունքով են ապրել ընտանիքի բոլոր անդամները այդ մեկ բակի շուրջ, կարող էր նաև տարբեր ընտանիքներ լինեին, տարբեր ընտանիքներ ապրեին այդ նույն բակի մեջ, էլի նույնը կոչվիր համակեցություն, հիմնականում ինչ որ սկսեցի սկզբնական շրջանում, տես ինչ է եղել, ուրեմն սկզբնական շրջանում ապրել են գետնափոր տների մեջ, երբ որ գյուղատիպ բնակավայր է եղել է գետնափոր տուն, մնա քեզի, դե չեմ կրնա ցույց տա չի մնացել, բայց գրքերով արդեն հետո ֆոտոներ քեզի ցույց կտամ, հետո արդեն երբ որ քաղաքի կարգավիճակ ստացավ Ալեքսանդրապոլի ժամանակ, 19-րդ դար 20-ի սկիզբ, արդեն կազմակերպան տները որպես արդեն գետնի երեսին, կիսահարկերով ու նույն այդ բակի շուրջ կազմակերպված տներն էին, հիմնական գլխավոր մասը օդան էր, որտեղ որ մարդիկ կապրեին, ձմեռները կհավաքվեին ու այնտեղ ունեին նաև փոս, փորած, որտեղ որ երկու հատ փոս ունեին, մեկը օջախը կվառեին, մյուս տեղն էլ արդեն թոնիրներ, թոնրատուն նաև կոչվիր ու այդտեղ իրանք եւ ձմեռները քուրսի կնստեին, քուրսին երբ որ ոտքերը կգցեին այդ փոսի մեջ, վառարանը տակ այդ թոնիրը կվառեին, մեկ կողմից հացը կեպեին, մյուս կողմից էլ արդեն իրանք տաքություն կեղներ, ուտպես էլ նստել են այդ փոսի շուրջը, կազմակերպվել է իրանց արդեն հանգիստը, սնունդը, այդ փոսի շուրջը, այդ անցքի շուրջն է կազմակերպվել օջախի կամ այդ թոնրի շուրջը, դե կոչվել է օդաներ, այսինքն գլխավոր մասն էր տան, գլխավոր հատվածն էր տան, հետագայում արդեն ու նաև լույսն էլ երտիգներից կգնիր, երտիգից է լուսավորվել տան լույսը, երբ որ արդեն կամած զարգացավ, սկսեցին մեհարկանի տներ, այս օրինակը ինչ եմ ստեղ երկար կանգնել, շատ լավ օրինակ է, մեհարկանի արդեն տներ կառուցել, այդ մեհարկանի տների արդեն ինչ որ մեր բոլորի սեփական տներն են, այդ ձևի արդեն մուտքով, առանձին մուտքերով, միջանցքով, առանձին սենյակներով արդեն տներ կազմակերպվան, հետագայում արդեն